Բարի լույս, նեգիս ցուրտ է, ժամը քանիսն է, 9-ն է, այսօր ամսի 25-ն է, ստեղ Christmas են նշում կաթոլիկները, ու մենք ինչ ենք անում այս օրը ուղի այս ժամին, որովհետև ուզում ենք խաշ ուտել, խաշ party, ինձ ցուրտ է, Ay, harika. Sonra sonra. Մեր տան մեջ Հայկի տատին պապին սենց մանյաժն նվիրել, որ մաման կարենա աշխատի հանգիստ, բայց դուք պետքա տնեք իրան, եկել էր ստե ու ձեռներս դրել էր, աղաչում էր, որ դուրս գար, բայց իմ համար ինքը շատ հարմար բան է, ուղղակի էլ տան մեջ տեղ չմնաց, Հայկ ջան։ Երեք ստեղ լույսեր են կախե, այս լույսերը անցած տարի սենյակում են կախե, բայց քանի որ հիմա մի մթության համար երկու հատ պաշտպանի չերտ ունենք, քանի որ մեկը միշտ փակ է, որ Հայկի այդ օրորոցի մոտ շատ լույս չլինի, դրա համար կախել ենք այստեղ, ու սենց մի քիչ կարճ է եղել, բայց էֆեկտով է։ Այս իրանց Christmas-ի ուտելիքներն է, ներկեսի սոխի կոնֆիտյուրա, այս մեկը էլի սոխի է, բայց մալինայով, oh my god, այս մեկը էլի սոխը, ուղղակի ավելացրած բալզամիչսկի, բալզամիկ սոսը, են մի անգամը գորը սրանից էր առը, ինքը բադի, իրոք ուղակա, Ոդի ոնց է գոչվում կնայեմ, կգրեմ տակը, գիտեք, շատ վատ չէր, բայց շատ դաժան կերպով են այս յուղը ստանում, մարդիկ ցույցեր էին անում, բայց այս իրանց ավանդական ուտելիքներից է։ Իրանք ավելի շատ ցենց ինչ-որ ապերոներ են սիրում, դեն շատ ոնց են ասում, չեն մարանում, մեր նման, տանջվում, ամեն ինչ պատրաստի կա, դնում եմ պատրաստի, ես ստեղ սենցն սիրուն փոքր ապերոներ են անում, մեծամասամբ սենց բաներով են իրանց Christmas-ը նշում, նատել է դուք ես պախուկի մռութը նայ, ինքը միշտ դուրս է այսենց մռութանը, հա, գրկշում եմ, հա, ձեզ ողջուն եմ իմ մրսած, այնքան ցուրտ է, շատ ցուրտ է, բայց դա ձմեռ է, ինչ ենք ուզում, եկել ենք խանութ մի հատ ինչ-որ թարմացնող խմիչք առնեմ, որովհետև այսօր այնքան եմ հոգնել, եթե չլիներ իմ
կիսուրը որ գար ինձ օգներ Հայկի հարցում շատ դժվար էր լինելու ինձ ահագին պատվերներ ունեի կտորային տորթերի որը մենակով մի քիչ շատ դժվար է դրա համար ինձ եկան օգնության հիմա տեսնեմ ինչ կարելի է խմել Մենք սենց պատրաստի սուշիներ դրան ու ասում շատ համով Հին է, գիտեք, ես որ պատվիրում եմ 8 հատը, պատվիրում եմ 8 եվրոյով Շատ լավ կինա 5 եվրո, ասենք 2-4 10 կտոր սուշի Շատ հարմար է, տեսնեք ինչքան ատենաս Նորմալ սուշիներ է, էլի սաղմոնով, ավոկադոյով, վարունգով Սենց բոլեր են, սենց բաներ չեմ փորձել խանութից, բայց ինձ թվում էլի համով կլինի Չէ, ես սխալվեցի, գիտեք, no Էսի, ուղղակի երևի ինչ-որ գրամն է Նայք, bubble tea, սխալվել է, կներեք 10 հատը 12 եղավ 6 հատը 8 եվրո Ես ավելի լավ եմ պատվիրում Միշտ ես կրուասաններ ման լավ դատեր կա մարդիկ սիրում են արագ ուտեն Սով մեկ ինչքան մեծ հացերի տեսատանի կա Ուսով եմ իմ թտխմորը կստացի Ասեմ, իմ համար ես Կաթերը, օրինակ սոյայի կաթ, չգիտեմ, նշի կաթ, իրանք ուղղակի անիմաստություններ են, ընդհանրապես համով չի, զուզվելի համագալի, ես ընդհանրապես չեմ հավանում սրանք, ու չեմ կարծում, որ իրանք հենց մաքուր, ասենք նշի կաթը, որովհետև Ես մի անգամ փորձել եմ իրական նուշը քամեմ ու այնքան քիչ է ստացվում, երևի դրա մեջ 5%-ն է։ Ու նայեք այստեղի այս սառեցրած տեսականին ինչքան շատ է։ Ֆրիներ, իրանք շատ են սիրում ֆրի, Բելգիան ինքը ֆրիի երկիրն է։ Ամեն ինչ ուզում եք սառեցրած կարա գտնեք ու այնքան հեշտ է։ Հիմա ես Հայկի համար սենց սառեցրած բանջարեղեններ եմ առնում, ունում եմ էփում եմ Եվ ստացվում է շատ համեղ ուտելիք, նաև կա սենց նեք արդեն ապուրներ պատրաստի Ես կվերցնեմ ծաղկակաղամ Ես հասկացա ընդհանրապես երեխու համար չարժի առնել թարմը, որովհետև ինքը ամբողջությամբ չի ուտելու այդ ու քչանալու է օրինակ հենց բրոկոլին Պիցաների անթիվ տեսականի կա Այս խանութը ինքը բելգիական դելեզ խանութն է Ու սրանք է ստացել, չկար ստեղ Այս ֆրանոյները Նայք ինչ լավ եղանակ է, դուրս է կոնգոյ Այս կայլասկին մենակ աչ է եթում Սենց բան եմ վերցրել նայք Առաջ անգամ եմ կակաո տալու Բայց գրածա 6+, իսկ Հայկը դառնում է մի քանի օրից 8 ամսական։ Ինձ թվում է կհավանի, ինձ խմելու բան եմ վերցրել, լավ ցուրտ է, բայց որ կապույտ երկինք է, այդ ցուրտը այդքան չի տենց տհաճություն պատճառում։ Մի 3 օր է Instagram մի հատ աղջկա եմ հետևում, ով փորձում է առանց ասելու խոսա։ Ոյ, դիշ դժվար է։ Ես իր այդ տանջվում եմ ու երեք գորին ասեցի արի, հիմա մենք խոսում ենք առանց ասելու։ Երկուսս ստոպ էինք գլնում 5 վայրկյան մեկ։ Համ առանց համ առանց ավելորդ ոնց են ասում պարազիտ բառերի։ Օրինակ բանը տենց։ Նայեք օրինակ տենց, ես շատ եմ ասում տենց, տենց։
պետքա փոխենք մեր հայրենը, ավելի գեղեցիկ սարքենք, դարձնենք։ Գիտեք, ասում են շատ գրքեր կարդացեք, որ լեզուն լավանա, խոսքը սիրունանա, բայց ես կարդում եմ, չեմ ասի, որ շատ սխալներ եմ անում խոսքի մեջ, բայց նենց չի, շատ գրագետ եմ խոսում և գեղեցիկ։ Մի անգամ այս երկնքի վերաբերել, վաու, ինձ սիրուն է, բան էի կարդում, որ ասում է, որ այս ամեն ինչը երկինքը փչացնելու համար են սարքում, օդն են, արևն են քշում, սենց մի հատ բլոգեր կա Սոնա Մանուկյան, ինքը մի քիչ հատ տարված այդ առողջ ապրելակերպ, բարեկեցիկ կյանք, ու խոսում էր, որ փոխում են երկինքը, դարձնում են ոնց որ ավելի թույն է, ինչ չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց տենց բաներ էին խոսում, հիմա չգիտեմ, այս թռնում են ինքնաթիռներ, թե հենց այդ գործն են անում։ Այսօր սարքել եմ մրջնաբույն, ոսկե բանալի, էկլեր և պետքա գաթա սարքեմ, խմորը ունեմ, սլայոնի շերտավոր խմոր ունեմ, պետքա գաթա սարքեմ, տենց չէ, նոր մի հատ տատի մոտեցավ ինձ, խնդրում եմ, ես են ալուրոտ եմ դուրս եկե, ես ինձ սիրուն աչկեր ունի բան, տենց խոսացինք հայկից, ասում իմ պապան ասում էր, որ աշխարհի ամենախելացի ազգը հայերն են, ինքը երևի 80 տարեկան տատիկ էր, ով հեծանի վեր քշում, ինձ այդ այնքան դուր է գալիս տեղ, որ մարդիկ չեն նայում իրանց տարիքին, հետո ասեց, որ ինքը եղել է Հայաստանում, Երևանում, ինձ էլ ասեց, դու կաղա ինչ-որ երկի հետ կապ ունես ու ես, որ շատ հեռու եմ, ասեցի ոչ, ասեց, որտև լավ տեմբր ունես, կորողա, չէ, միայն հայկի համար, եկեք ձեզ ցույց տամ, սա իմ, ինչ համար մորացա ոսկե բանալու կրեմն է, այսի մրջնաբույնին, ասեսի մրջնաբույնիս խմոր, այսի էկլերներ, ասեսի ոսկե բանալիս ու իմ կիսուր իմ համար իմ ու իրա որդու իհարկե լոբով ապուր է պատրաստել։ Հիմա ես անուշ կանեմ, դա հավ է իրականում մարինացրել, վաղվա, այսօրվա համար, բայց քանի որ կա լոբով ապուրել, ինչ հավ, հավի մասին է խոսք գնում։ Մոռացա ցույց տամ իմ մրջնաբույնը, էկլերը և ոսկե բանալին, որը պատրաստել եմ, տեսի փոքր տուփի մեջ եմ դրել, շատ եմ սարքել, սա մի մասն է, ուղղակի դրել էի սառնարան։ Բարև բոլորին, ես մեքենայի մեջ եմ, գնում եմ այսօր թարթիչների լիցք անեմ, նայեք հիմա սա դոն է, կնկարեմ Պոսլեն, նենց սիրուն քաղաք է, ես առաջի անգամ ուստեղ հալ շատ սիրուն տեղ է, սենց ավելի հանգիստ, ոնց նկատում եք իմ թարթիչները, տենց փարթամ չի, շատ չի, հիմա տեսնենք ինչ կստացվի, իմ կյանքում ես արել եմ 2 անգամ, սա երրորդն է, երկրորդ անգամ այնքան անհաջող էր, մի օր ա տևել, հիմա տեսնենք սա, ոնց կստացվի, ոնց կլինի ու նենց լավ տոնային եմ քսել, Fit Me, Maybelline Fit Me-ն ու նենց լավ անստել, չգիտեմ, շատ եմ հավանել, հայկը քնած է, ուսով եմ մի քիչ երկար կքնի, իրա պապայի մոտ, ատենց ցույց կտամ, չէ, ատենց չեմ ասում, ցույց կտամ ձեզ Պոսլեն։ Իսկ սա վերջնական տեսքը այնքան եմ հավանել, այնքան բնական է, նենք, շատ սիրում։ Ուղղակի 1 ժամ ու կեսը թռավ, շատ թավս էր։
Սա այս տարվա իմ վերջին վիդեոն էր, շնորհակալ եմ ինձ հետևելու, աջակցելու համար, ուզում եմ շնորհավորել ձեր գալիք տոները, ցանկանալ ամենալավը, ինչ դուք կցանկանաք ինքներդ ձեզ, հուսով եմ 2026-ը կլինի էն տարին, որ կկատարվեն բոլորիս երազանքները, իսկ հաջորդ վիդեոն արդեն կլինի 2026 թվականին։